Ապրիլի 9-ին Ռաֆի Հովհաննիսյանի միջոցառումներում ներդրվել էին սադրիչներ, համոզված է Ժառանգություն կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանը։ Հնչեցնում էին արյան կոչեր, անձամբ ես ինքս քանի հոգու փորձել եմ դուրս հրավիրել հենց Ազատության հրապարակից, որովհետև նրանք փորձում էին փոփոխություններ, արագ փոփոխություններ պահանջող հատվածին ներարկել, թե ճիշտ արյուն թափելն է։ Ստեփան Սաֆարյանը վստահեցնում է բարևի շարժման գործունեությունը չի շեղվելու փետրվարի 18-ից առաջ եւ հետո Ռաֆի Հովհաննիսյանի որդեգրած ուղուց, որը բացառում է բախումները։ Բարևի հեղափոխությունը մեռավ ապրիլի 9-ին, ոչ ամենևին, որովհետև ապրիլի 9-ին արդեն սկիզբ դրվեց մի պրոցեսի, որը շատ ցավոտ է լինելու թե շարժման եւ առավել քան իշխանությունների համար։ Այս պահին Ստեփան Սաֆարյանի խոսքերով Ռաֆի Հովհաննիսյանը պատրաստվում է ուրբաթօրյա հանրահավաքին։ Ժառանգության քարտուղարը նաեւ պարզաբանեց, թե ինչու երեք Ժառանգությունը երթ անցկացրեց այն դեպքում, երբ նախատեսված չէր։ Ժողովուրդը նշեց, որ ուզում է երթ անել քաղաքում եւ ժողովրդի մի հատված ուղղակի Ռաֆի Հովհաննիսյանի հետ փորձեց շրջել Երևանի բլոկադայի ենթարկված փողոցներով։ Ինչ վերաբերում է մայիսի 5-ի Երևանի ավագանու ընտրություններին, պարոն Սաֆարյանն այն համարում է պայքարի նոր հարթակ Ժառանգության համար։ Մարիաննա Գալստյան, Սևակ Մեսրոպյան, IPV։